Երկրորդ եթերաշրջանի վերջին թողարկումը Մարտին Մկրտչյան Քեֆս է սորերի միլիոննա ամենա լավորնա Կադրը որ ֆորումա գալիս է իմ դեմքին որ նայես ոնց որ ծառի տանքի սուն կլինես ամենա իրան հերում պահողը իմ աշոտը Աշոտով այնքան հերույա չենք Քո հուրաշքերը քո շուրթերը սերենում ինորքյա 3 ամիս այս ընձանում Ճանապարհորդության ժամանակ դառնում է խմբի ամենահարգված անդամը Կավա փողնա Ասա ընկերը տոմա ասեմ թե ով ես դու Ռանգա գիրքը ես կաման Վիպոնաս Այո, լավա, կնոր ձենը ճանաչեց Հա ձենը քնած վախտել եմ ճանաչում Ատո երկիրս ենք, էլի Բայց հիմա որ հանեմ $50,000 դնեմ սեղանին, օրա գրիպը սանձը Վերան է ժամը տամ մի կուպլետ երկի էլի Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում է ավտոկարոկեի երկրորդ եթերաշրջանի վերջին թողարկումը, սիրելի ընկերներ, բայց ունենալու ենք հրաշալի թողարկում։ Ողջունում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր մեքենայի մեջ նենց վատ են երգում, որ GPS-ի մեջի աղջիկ ասում աստեղ պայի իջնեմ։ Ողջույն բոլոր այն մարդկանց, ովքեր գժվում են ավտոկարոկեի համար։ Այսօր ունենք հրաշալի հյուր, մարդ, ում երգերի տակ սիրահարվում ես ու բաժանվելուց հետո մի հատ էլ լսում ես, որտեղ համ են ունի, համ են ունի։ Մարդ, ում ամենախիստ երկրպագուն տանն ու ամենամեծ քննադատը տանն է մարդ ում նոր սերունդը ճանաչում է որպես Լեոյի հայրիկ մարդ ով ավելի իր երգերը ավելի շատ է հարսանիքներում հնչել քան հարսանեկան կենացներ ու մարդ որ հոկտեմբերին է ծնվել բայց անունը Մարտին են դրել դիմավորեք հրաշալի երգիչ ռոմանտիկ ամուսին լավ հայր տաղանդավոր մարդ բազմաթիվ հիթերի հեղինակ Մարտին Մկրտչյան Ողջույն Մարտին ջան ոնց ես ցավը տանեմ Շատ լավ դու ոնց ես Շատ լավ շատ ուրախ եմ որ մեր երկրորդ եթերաշրջանը եզրափակում ենք հենց քեզ հետ որտեվ դու ունես լիքը սիրված երգեր այսօր ես նայում եի քո հին երգերը որը որ ես եմ սիրել այդ ինչ երգեր ունես Մարտին ոնց է ստացվել որտեղից է ծնվել ոնց ես հասել այդ ամեն ինչի Այդ ինչեր ես արել Այդ ինչեր ես արել այդ ցավը տանում ես ինչ թանկ ակնոց ես դրել Այսօր մի տեսակ եղանակը լավ է հազիվ ամառ է կապված ջան Հա Ես շատ ուրախ եմ որ այսօր քո հյուրն եմ շատ սիրուն ու շատ թույն հաղորդում ես աղս նայում ենք Հա սիրում ես լավ հա հավեսը Իհարկե ու հետաքրքիր է նա որ բոլոր հյուրերի հետ անցնում է շատ ուրախ քո մեքենայի մեջ էլի Դե ես վստահ եմ որ այսօր էլ լավանց որտեվ գիտեմ որ դու հումորի մեծ վարպետ ես ոնց որ բոլոր երգիչները մեր ընկերները ու գիտեմ որ դու տենց բան ես էլի ասես հավեսով հյուր գնացող ես օրինակ Արմենիայում էլ էլի եկել ես հյուրեր ու ստանում եմ որ քո հետ շատ հավես անցնում վստահ եմ որ այսօր Վերջի տարիները մի քիչ եմ լինում հյուր բայց ես վերջերս ոնց որ տենց մի քիչ ես էլ եմ կարոտե ուզում եմ ներկա լինել ուզում եմ Հետո մարդիկ քեզ շատ են սիրում ու ուզում են քեզ տանել, ձեր ընտանիքին են շատ սիրում։ Տաղանդավոր ընտանիքում ծնվել է նաև տաղանդավոր երեխա Լեոն։ Վստահ եմ որ Լեոն էլ կուզեր այսօր մեր հետ ներկա լիներ, բայց ինքը այնքան շատ էներգիա ունի, որ երևի մենք ծերուկներս չենք գտի իր հետ։ Կբերեի հետս։ Չնայած որ խեղճ երեխան միջև հիմա հələ դասերի մեջ է, քննությունների մեջ է չեն գրաբերեի, բայց կուզեի ներկա լինել։ Իսկ ինքը ուզում է շարունակի երկարվեստում, թե ամեն դեպքում կարող է գնա դառնա լավ իրավաբան։ Մենք իրան ամենակարևոր բանը ուսման մեջ իրան ցենց են որ ամենա բան ձևով վերաբերվում ենք որ ուսումը լավ լինի քվանտ վարժանում ասովորում հետագա չգիտեմ իր կյանքը որ պիտի լավ կրծվի բայց ոնց նայում ենք այդ մարդ հարվեստագետ է հա սիրում է դերասան է ինքը այդ խաղի մեջ է այդ իր կյանքը ու ասեմ քեզ երբեք ոչ մի բան չեն կարել իրան չգիտեմ օգնել կամ երգելու ինքը իրանով այդ ամենը իր բնությունն է Դաժե այնքան շատ է, որ ասենք եւ Լեո ջան կդնիմ չէ երկես տանը, էլի թող հանգստանա։ Առավոտից մինչև գիշեր ինքը երկում անդադար երկում։ Դե պատկերացնում եք, դու երկում ես, ռիփսվեն երկում։ Երկանոց է, էլի։ Շունս էլ է երկում։ Չէ լավ։ Շունես պահում Մարտին, հա։ Այ, ոնց ջան, շուն մի հատ ունեինք որ մացիկը մեռավ գնաց շատ տանջում այդ շան պատմությունը շատ հետաքրքիր է պատմեմ իհարկե ուրեմն իմ ընկերներից մեկը մեր սանիկն է համել երկիչ Արմանը Թովմասյան
շուն էր պահում ու այս շունը ձակ հանեց Յորք էր բան ասեց Քավոր ջան ասեց ուզում եմ քեզ շուն նվեր տամ բան տենց ռիպսի մեն շատ էր ուզում տարիներ առաջվա բան եմ պատմում շատ երկար վերջ հանդեր 10 ձակ էր բերել այդ շունը բան ռիպսի մեն տես նայեց հեռախոսով բան չէ էսի չէ հա էս մեկը բան ընտրեց մեջից այդ 10 ձակից մեկին ընտրեց դու մի ասա թարզի պես ընտրել այդ մեջներից 10-ից մեկին ով հիվանդ շուն է ծնվել էլի բայց դե պուջուրա մենք չենք հասկանում վերջը մեծացավ հասկացանք այս շունը դուշ պրոբլեմ ունի էլի ողնաշարը ծուրա ծնվել в общем տենց սկլերոզ բան ինչ ասես շանս սկլերոզ մորանում ահաճա ու ինքը չի հասկանում որ ինքը շուն է էլի ինքը չգիտի որ ինքը շուն է որ ինքը տենց ինչ որ մի բան է էլի տանջ դե պահում ենք ինչ անենք շուն է ապրում հիմա տենց անցել է արդեն տարիներ բան Նոր տարի է, գնացել ենք ընկերներով դիդի ջան ընտանիքների ու երեխեքն են, դե ընկերներիս երեխեքն են, Լեոնա 4-5 տարեկան, 3-ից 5 տարեկան են երեխեքը, մի 10 երեխա, մենք էլ շանո չենք թողի տունը, մենակ տարել ենք հետներս ինքն էլ էսքան, մի տենց դառը վիճակ, ոբշե մազերը թափել ատամ չկա բերանել, շատ պատահում չկա վիճակը Թողել եք երեխեքի հետ այդ վերև Իսպանիաներում, մենք ներքևը դե նոր տարի ուտում խմում ենք բամում В общем, խաբարն եկավ, որ այս երեխեքը մեկը հետևի ոտերից են քաշել, մեկ դեմից քաշել են, в общем, չկա է շունը, սատկել է Վայ Մի в общем, պանիկա, տենց սաղս գոռում ենք, արա շունը սատկեց, բան ռիպսի մեն լացում է այնտեղ, տենց в общем, ես հուսվել եմ Բան սիրտս լցվել է անգերներս նստած խմում են, արա ասում եմ դե հելեք ինչ եք խմում, լապատկեն վերցրեք, в общем, փոսը փորեք, որ բրի թաղենք Շատ արագ եք անում, в общем, կազմակերպում են, այդ դասկում ռիպսի մեն, մեր շան բժիշկի հետ է խոսում, ասում ասենց ես վիճակա քաշել են երևի ողնաշարը, вообще ջարդվել է, բան էսկոմ ենկոմ, հա, ասում է չէ, ռիպսի մեջ են, ասում է շուտ հասցրեք, ինչ-որ դեղ կա, Ապտեկայից ասենք օրինակ 0.001 միլիգրամ պետք է սրսկեք այդ շանը, էլի կարող է տենց ոնց որ վերակենդանանա։ Տղեկին ասում հելեք շուտ արեք, վազեք, գնացեք մի հատ ապտեկայից դեղը բերեք, բան տղեկս լավ քեֆները միլիոն։ Իշտում են ապտեկա 0.01 միլիգրամի տեղը վերցնում են 10։ Ռիպսի մեն շունը սատկած ու սրսկում է շունը Այս շունը սատկած տեղից պոշջան զարդնում է ու իրեկամից չել կնում ասես նստում Ավճարքի դոզա են սրսկե ես կան վատարող շանը իրեկամից այս են զալում ասես նստած ոչ ուտում է, ոչ կնում է, ոչ մի վերջը միկեր ոչ ապրես մի 10 քանի տարի ոչ Դրանից հետո вообще երկար ապրեց։ Վերջում ամոթից սատկեց, էլի շատ։ Եկի դոզա էքսես։ Լավ ընկերներ, գնանք վայելելու Մարտին Մկրտչյանի երգացանկից մի քանի երգ, շփվենք, իմանանք ոնց է, ինչա։ Բաց մի թողեք այս հաղորդումը, համ վերջինն է, համ ամենահավեսը։ Գնացինք։ Երկեմ։ Հա, պետք է երգես, էլի Մարտին ջան։ Կամի հեքիաթ, որի անունն է մանկություն Այդ երկաթուն գախեն սիրոմի պատմություն Թե ոնց գտան երկու փոքրիկ իրար ու ապրեցին սիրով համար իրար համար Կամի հեքիաթ, որի անունն է մանկություն Այդ հեքիաթուն գախեն սիրոմի պատմություն Երկու փոքրիկ տևոնց դարձան ընկեր Ոնց սրտերում ծնվեց նոր սեր Անմար մի սեր Դու միակ իմ սեր Իմ տխուր օրվա ընկեր Ամենի համար այս ես շնորհակալ եմ քեզ Իմ հոգու կրակ Դու իմ կյանքու երազանք Վերջապես սերի ասին ենք դու ես Քո ուրաշկերը, քո շուրթերը սերեն ու մի նոր կյանք Քեզ երազել եմ, քեզ սպասել եմ Դու իմ սերի պարծան Ինձ համար դու դարձար հույսի կրակ Սիրո մոլորակ Դու իմ սերի միակ Քո հուրաշկերը, քո շուրթերը սերեն ու մի նոր կյանք Քեզ երազել
որսի կրան Սիրո մոլորան Դու իմ սերիմի Ճողում եմ է ճողում Հրաշքերը կաշում Սերենում ինոր կան Քեզ երազել եմ, քեզ սպասել եմ Դու իմ սերի փորձան Ինձ համար դու դարձան որսի կրան Սիրո Նորմալ եկի Իսկ ես երկի կլիպը դու հիշում ես Շատ աղոտ Ես հա մի հատ բան պատմեմ, որ գնաս մի օր նայի անպայման, էլի այսօր որ գնաս Ուրեմն ամբողջ կլիպի ընթացքում դե ոնց որ ես տանջվել եմ, որ շատ սիրուն կլիպ լինի, այնտեղ դերասանուհի ենք վարձել, բավականին մեծ գումար ենք վճարել այդ ժամանակ, որ այդ աղջիկը նկարվի, Ռիչնա նկարվում դերասան բան, ու տենց ամբողջ կլիպը սիրուն նկար, իսկ երգիչը չկա մեջը։ Ես չկամ։ Ու քանի որ այնտեղ խարույկ պետք է վառենք, բան կրակ, բան, ես այդ ամեն ինչին մասնակցում եմ, բենզինը բերեք, ցախը, բանսեն, ու շմս սև կեղտոտ վիճակը արդեն։ Վերջում, ամենավերջում, սենց Ռիչից ու այդ աղջկանից կադրը որ ֆռում է, գալիս է իմ դեմքին որ նայես, ոնց որ ծառի տանքի սուն կլինես։ Վերջի մի վարքյանն է, որփերեխու դեմքում ես բայց մեծ փող եմ ծախսել այդ կլիպը նկարելու համար ու ես ասենք вообще կարող չլներ էլի Ծառի տակի սունկած Սև թունավոր սունկի դեմքով գալիս եմ կնայես Որի անունն է մանկություն Այ թեքյատում կա խնդիրոն Արի մի հատ քոյն ամենասիրված երգերից մեկը լսենք Ափսոս մի քիչ հիվանդ եմ, թե չէ շատ ավելի շատ կարելի երգեր անել Բայց հիմա որ հանեմ $50,000 դնեմ սեղանին, օրա գրիպը սանձը Մի անգամից կտեսնենք այո, գնացեք Հին ու նոր հարազատ ընկերներ Թող այսօր լինի լույս աչքը մեր Այս ուրախ առի թող այսօրով Իրար տեսանք բարով Շախով շուխով նշելով Հին ու նոր լավորեն հիշելով Ուրախ լինենք այս երեկո Իմ այս երգի ներքո Քեֆ անելով մինչև ուշ գիշեր Դատարկելով շատ ու շատ շշեր Մեր սրտերում մնալու են լավ հուշեր Քեֆս այս օրերի միլիոննա ամենալավորնա Ընկերոջը տեսնել է Տորաջի գալով իմ սրտում Քեֆս այս օրերի միլիոննա ամենալավորնա Ընկերոջը տեսնել է Այս օրերի որնա Քեֆս այս օրերի միլիոննա ամենալավորնա Ընկերոջը տեսնել է Տորաջի գալով իմ սրտում Քեֆս այս օրերի միլիոննա Մի հատ բենզին լսենք Երկելով, քեֆ անելով, ժողովուրդ ջան Այո, մենք հասանք Մարտին ջան մեր հաղորդման գործընկեր Maxoil բենզալցակայան, որտեղ կլիցքավորենք մեր հրաշալի մեքենան Իմիջայլոց Maxoil-ը ունի շատ լավ վառելիք առաջին հերթին եվրոպական երկրներից է ներկրվում իր բրենդային վառելիքն ունի Max Drive-ը կոչվում, որը 4% խնայում է, շարժիչը մաքրում է, այդ Porsche-ները բանը սենց մաքրում է ու ամենակարևորը արտանետումները մաքսիմում նվազեցրած է, որ էկոլոգիան մաքսիմում պահպանենք Լավ ապրանքին միշտ պետք է լավ բան ասել, եթե առավել եւս լավ վառելիք կա, մեր քաղաքի օդը շատ է ծանրանում, էլի։ Թող լավ վառելիքներ բերեն, որ մեքենաներն էլ իսկապես խնայեն, էլի, մեր ծառերն ու ծաղիկները։ Սիրելի ընկերներ, արդեն տեսեք Մարտինը վայելում է Max Cafe-ի սուրճը, շուտով կլինեն նաև մեր հոթ-դոգները ու մի հատ էլ ուրիշ ավելի համով բան։ Իսկ մինչը այդ ես ուզում եմ քեզ ասել Մարտին ջան, Maxoil-ը քեզ ունի նվեր, այստեղ ներսում թաքնված է շատ հրաշալի մի տերմոս, բրելոկ, մեքենայի հոտ եւ ամենակարևորը բենզինի կտրոն, որ որևիցե մի օր ասենք sense գասես չապասնես ես բնցավտանեմ այս մեր հովանավորի կողմից քեզ շատ շնորհակալություն շատ մերսի ընկերներ եկավ մեր հրաշալի հոթ-դոգները նայ Մարտին ջան ինչ ախորժալի նիարել չկա ու նաև մենք ունենք նորույթ այստեղ ես էլ առաջարկեմ ամեն դեպքում մենք ունենք համբուրգեր Օրորը նայք ով է եկել, իմ հատ ժողովուրդ ջան, մի հատ էլ ոնց ցույց տամ ձեզ։ Վայ շուտողին, է։ Հեն ախպերս նիհարում ես։ Ամենաերկիչներ են խաղում, ես ասում եմ վերնագիր, դու ասում ես անուն։
Գնացինք։ Ամենառոմանտիկը։ Արամեն։ Արամեն, привет։ Привет, ախպեր ջան։ Ամենաառատաձեռնը։ Չգիտեմ, սաղ էլ տարատաձեռն են։ Արման Հովհաննիսյան։ Արման Հովհաննիսյան։ Ամենաքծիբը դե ասա։ Ասա։ Չեմ ճանաչում։ Էտիս մի Եկել տանցել աստան։ մի հատ երկիչ։ Հա? Մի հատ անցանակ Հազեկից։ Չկա, քծիբ երկիչ չկա, Ժորժ։ Չկա, չի նոր։ Սաղ հացով, բանով, Եթե քծիբա ուրեմն երկիչ չի։ Լավ, ամենաուտող խմողը, որ ասես։ Ես։ Հա? Ամենաուտող Ես խմողը։ այդ դրանց մեջ եմ հաստատ։ Սարոն, Քեզ կարող կա։ կրի Սարոն կարող է կրի։ Հա, ուտող խմող, հա։ Գնաց Սարոն համ սպորտսմեն, համ սպիրտսմեն է, էլի։ Սպիրտսմեն։ Շատ Ես լավ։ մենակ սպիրտսմեն եմ։ Արջիկը գնացինք։ Լավ, ամենա իրան հերուն պահողը։ Աշոտը։ Աշոտովը, կան հերույա չենք է։ Ամենա հասնողը։ Ամենա էլի Արմանը Հովհաննիսյան։ Արման Հա, Հովհաննիսյան։ Սաղի կողքը կանգնած Արմանը, միշտ ամեն հարցում Արման ջան, ցավը պատժում տանա։ ենք քեզ ախպերս։ Միշտ մնա այդպեսին։ Ամենա պանիկյորը, որ միկրոֆոնը չի աշխատում, կրդնում ա մի անգամ։ Ես կարամ լնեմ էլի պանիկյորների շարքից, ամենապանիկյորն ինձ թվում է ես եմ։ Իսկ ամենա հումորով ով է։ Բոնչ էլի սաղ հումորով են։ Բայց ամենայն որ պատմությունը ջեբը դրա։ Ասենք կարող է Էրիկը, Արամեն էլի շատ հումորով են։ Ու ասենք մեկի տնազը եթե ուզում են անեն, Արմենչիկը։ Արմենչիկն այնց հումոր ունի, որ ասենք եթե ինքը պատմություններ է պատմում, ես հաթորի վրա չեմ կարող նստել։ Մի օր խնդրում եմ իրան ջուր կանչի, պատմի Մեծ սիրով, մեծ սիրով։ Ամենա բերանբացը։ Աշոտը։ Չէ, դեկ աշոտով չէ։ Ավելա Բերանբացը շատ վատով մի պատկերացրա, այն որ ասենք սենց առաջ իմացա կերեք ինչ եղավ արա վաղը բանը այդ ով է Էլի պատմությունը Սարոն, սաղի մասին սաղին կպատմի էլի, որ հանգարց մի բան որ հանգարց պրիկոլն եղավ, Սարոյի շատ է սաղ քաղաքը պետք է իմանա։ հասկացա ամենա հարուստը Ամենա հələ ասա դու կանի անոգոյի կոնես օրինակ ըստ քեզ ով Ըստ կնի, իս։ հա։ ու մի քանի հոգի մտքովս անցնում է մեկը կողքս է հարուստներից դու Թաթան Հա։ Արմենչիկը Սաղը Սարոն հարուստ է, Արման Հովհաննիսյան Ռազար սա Սաղը հարուստ է։ Ես երկիշ չդարել չեմ հասկանում, ինչ դες հարուստ ես դու ես։ մի հարուստ է, դու լավ ես ձեր չեմ ձգել ցավը տանը, iPhone 10 Եթե հարուստ էլ չեն հոգով այնքան հարուստ են սաղ, որ բոլոր արժեքները տենց անցնում են։ Հատե բայց հոգով Մալդիվներում չես տժա էլի։ Ամենաշատակերը։ Օրը ես երևի, Պոնչ ջան։ Ո՞ւս տեսքը լավ է, ինչ ես Տարին 12 ամիս դիետա եմ պահում, բայց ես ասենք խոսքի մեջ երթում էլ ուտեմ ճաղանում եմ։ Ո՞նց ես կանում ունի։ Ասենք իրիկուները կֆուր եմ ուտում, որ մի քիչ Մեծից հետո գբուր չեմ։ որ չճաղանամ։ Արես ինչ խնդրել։ Ամենաշատ պրեմիերա անողը։ Ամենաշատ պրեմիերա անող երևի Արկադիկը Դումիկյան։ Հա, շուշուտա։ Ամենաշատը ինքն է անում։ Դե գնացինք վայելելու Մարտինի մյուս երկերը ընկերներ, մի քանիսը բոլորը չեն կարող, բայց այսօր վայելելու ենք, գնացինք տժալու։ Նիստու կացով աղու հացով ընկերներից Անդավաճան ու անբաժան ուժեղներից Մեկ առ մեկ ասում եմ ձեր ցավը տանեմ Բա հիմա ոնց համով հոտով քեֆ չանեմ Նիստու կացով աղու հացով ընկերներից Անդավաճան ու անբաժան ուժեղներից Մեկ առ մեկ ասում եմ ձեր ցավը տանեմ Բա հիմա ոնց ամբողջ հոգով քեֆ չանեմ Ասա ընկերդ ով է, ասեմ թե ով ես դու Իմ կյանքը սիրոցով է, ընկերս դու ես դու Ասա ընկերս ով է, ասեմ թե ով ես դու Իմ կյանքը սիրոցով է, ընկերս դու ես դու Ասա ընկերդ ով է, ասեմ թե ով ես դու Իմ կյանքը սիրոցով է, ընկերս դու ես դու Ասա ընկերդ ով է, ասեմ թե ով ես դու Իմ կյանքը սիրոցով է, ընկերս դու ես դու Այս երկը սիրով նվիրվում է մեր բոլոր ընկերներից ձեր ցավը տանեմ Ես խմում եմ ես կենացը էլի Իմ բացակա ու իմ ներկա աղկերն
կյանքը սիրոցովա ընկերս դու ես դու ասա ընկերդ տովա ասեմ թե ով ես դու իմ կյանքը սիրոցովա ընկերս դու ես դու Սիրելի ընկերներ, մեր շատ սիրված գործընկեր Վեդի Ալկոն ունի նվեր Մարտին Մկրտչյանի համար, Մարտին ջան, կարմիր ռեզերվ անապակ գինին է, զանգուն, որը որ յուրահատուկ պահերի համար է, տասված քո կյանքում ձեր ընտանիքում լիքը յուրահատուկ պահեր լինեն ու դուք վայելեք կենաց խմեք այս հրաշալի գինիով, մենք մեծ սիրով ձեզ տալիս ենք ու մաղթում ենք, որ միշտ լավ լուրեր, լավ սեղաններ ձեր օջախում փրվի։ Շնորհակալություն, շատ շնորհակալություն։ Անուշ խմեք, ցավը տանը, մեր կենացնել, եթե շատ խմած չնեք, դեմից խմեք, որ չմոռանաք, էլի, կարող է այդ խմեք, արդեն իրար հետ խմենք, ցավը տանը, մեծ սիրով, Մարտին։ Շատ շնորհակալություն, ապրեք շատ։ Մերսի շատ Վեդի Ալկոին, մերսի։ Հայկական գինեգործության ամենահետաքրքիր ներկայացուցիչներից մեկը Վեդի Ալկոն ունի գինիների լայն տեսականի։ Կարմիր անապակ գինի հագեցած համ համադրվում է մսային ուտեստների հետ։ Սպիտակ անապակ գինի թեթև մրգային բույրերով համադրվում է ձկնեղենի եւ աղցանների հետ։ Ռոզե անապակ գինի հավասարակշռված եւ թարմեցնող, ավելի ամառային տարբերակ։ Եվ իհարկե Զանգու ռեզերվ կարմիր անապակ գինի յուրահատուկ պահերի համար։ Զանգու գինի նրանց համար, ովքեր գնահատում են հստակությունը եւ որակը։ Պատմեմ այս պատմությունը ծառայության տարիներին դե երգում էի, համ ռեստորաններում էի երգում ու տենց շատ պահանջված էի, էլի ու տարան բանակ, դե որ հաշվի առնում երկիչ չի, բան։ Հա, իհարկե։ Տարան եկավ ժամանակը գնացին բանակ, բան, հիմա ծառայում եմ ու Երևան քաղաքի մեջ էի ծառայում, մի քանի տեղ ծառայից հետո վերեցին քաղաք ոստիկանության զորքերում էի ծառայում, ոչ, դե հիմա ոնց զանգում են տղեկը, բայ Մարտին ջան, արի գործի, մեզ կլիենտներն են, քեզ հաճախորդներն են, քեզ են ուզում, դե ոնց բան, դե հարմարացնում էի իրիկուները, դա բական չկանչի մեր հրամանատարների 20 քանի տարի, 22-23 տարի առաջվա պատմություն եմ պատմում։ Դες մեկ թռնում էի պատը, գնում էի գործի երգելու։ Մի օր ոնց որ մի հատ լավ հրամանատարումներ ու շատ խիստ էր, էլի հենց իմ կամբատներ Մանուկյանը ականջդ կանչի հաստատ կնայի հիմա մեզ Հերչա, ինքս ասենք այնքան մեծ է, ցենց բանով էլի, ասենք իրա այս ձերքի մի թաթը, այս իմ թևի չափը, էլի, այնքան մեծ է ինքը շատ։ Իսկական հրամանատար։ Ու ինքը իրավունք չուներ, ասենք, մեկին խփելու, որ խփեր կմեռներ, տես ծանր մարդեր էլի, ու խիստ, վերջը։ Ինձ էլ թե որ երկիչ էի բանման, տենց շատ երկիչների չէր ճանաչում, մի հատ երկիչ գիտեր օբշե արվեստի Սայաթնովան, էր, ինձ ասում էր դու Սայաթնովան ես։ Կանչվեր ասում էր Սայաթնովային ասեք թողա, բա վերջը, տենց հիմա որ գործից գալիս եմ արդեն գիշերը Իքտել ոնց որ այդ օրը հերթապահա, մտածում եմ էլի ոնց ճանարա որդից հետ գնամ մտնեմ, KBB-ով մտնեմ չէ, հետևի պատից տրնեմ չէ, արա որդից մտնեմ ստից կնի, ինձ կնի, բան վերջը տես մի 30 րոպե մլուր տալուց հետո որոշելուց հետո ասի դա այս տեից եմ մտնելու ու 2 մետրանոց պատա պիտի տրնեմ ներքև էլի Իմ ասես որ պատից ես բարձացան այցի տեսա դաշտը ազատ ասի դա այդ ֆրանսի ոտերս դեպի ներքև որ պատից տրնեմ արա թռապա շազատ եղ Ռանգա գիրկը ես կաման Այդ կան դաջվելուց հետո թռանգա գիրկս ես գրքի մեջ ես արեց Իա արա Սայաթնով ես դու ես սալի Էլի Սայաթնով սարկեց Ալեք Գազբանովն են ծորը կծես Կամանձի հիշի դու ես օրը Վայ արդեն շատ խմա Բռնվել ես Սիմոն, այ թռանգա գիրկը Աստիտերը թաղ եմ այդքան պատկար ուրիշ տեղից տրնել Մարտին ջան, մենք էլի խաղում ենք Երևան Մոբայլի հետ, որը կոչվում է Սև արկղ, շտով չորնը միաշիկ է, ինչ է Սև արկղում։ Ես քեզ հարցեր եմ տալիս, դու պիտի գուշակես ինչ է այնտեղ, փորձիր գուշակել։ Գնացինք։ Նայ, ինքը ուտելիք չի, բայց կերակրում է։ Կերծնում է, էլի ոնց է։ Ինչ կնի։ Լավ, ինքը առարկա է, որ 2026-ին մարդկանց համար գրեթե նույնքան կարևոր է, որքան ջուրը։ Հեռախոս։ Ոչ, բայց Կոմիտաս մեծացած տղա է, էլի միանգամից գտնում եմ, մոտիկա։ Ճանապարհորդության ժամանակ դառնում է խմբի ամենահարգված անդամը։ Փող կա, փողնա։ Ճանապարհորդության ժամանակ ճիշտ է, փողն ամենահարգված կամ պրոդյուսերը։ Ամենալավ ընկերն է այդ պահին։ Թաթուլը որ ասում պրոդյուսեր է կազում, ինչ է կազում։ Շատ լավ, չէ։ Հաջորդը, եթե սա չլինի, շատերի սիրային հարաբերությունները կարող են ընդհատվել անսպասելիորեն։ Կարևոր բան է, էլի ուրեմն։ Հա։ Նա ինքը բժիշկ չի։ Հա, բայց դեղ է։ Բայց վերակենդանացնում է։ Սիրտու հոգի է, ինչ է այդպես։ Մոտիկա։ Ջիգյալա մեջ է, ինչ Հա, է։ կարա լինի։ Նայ, ինքը եթե լիներ մարդ, մասնագիտությամբ կլիներ էներգետիկ դոնոր։
փող դաշկից։ Էլի ասма փող։ Փողներ հեռախոսներ։ Ահա, ինչ կարա։ Ինչ է էլեկտրական դոնոր։ Հա, բան Էներգետիկ։ Այն որ զարյատկա դերի դրամն ինչ էր, power bank։ Yeah, power bank-ը այնտեղ սիրելի ընկերներ։ Դա նայ դες սրա վրա ինչ հա գրած։ Գրած է Երևան Mobile։ Այո, սիրելի ընկերներ, Երևան Mobile-ը արդեն ունի հզոր power bank-էր, որը արտադրվում է բացառապես Երևան Mobile-ի համար, որը սիրով նվիրում ենք Մարտին Մկրտչյանին։ Վստահ եմ դու տանը ունես, բայց ես էլ միշտ քեզ պետք է գալ, որովհետև դու անդադ ճանապարհորդում ես, անդադ գործնում ես Երևան Mobile-ի կողմից մենք սա նվիրում ենք քեզ, Մարտին ջան։ Էս էլ իր տուփը, իր Զայլադեշնիկով բանով։ Փող չի, բայց ինքը կարա լիցքավորի հեռախոսը, որ լիքը զանգեր ստանալ։ Արդեն 15 տարի է Երևան Mobile-ը հանդիսանում է որակյալ էլեկտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկայի վստահելի ուղեկիցը Հայաստանում։ Երևան Mobile-ի սրահներում սմարթֆոնների եւ պլանշետների լայն ընտրությունը համալրված է տան համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով։ Այս ընկերությունը երաշխավորում է լավագույն գին որակ համադրությունը, յուրաքանչյուր հաճախորդին պրոֆեսիոնալ մոտեցում եւ իհարկե ճկուն ապառիկ համակարգ, որպեսզի ձեր գնումները ել ավելի հաճելի լինեն։ Երկու սրտեր, պատիթերտեր, հանդիպեցին գտան իրար, ու երդվեցին լույսին անմար, երազեցին սիրո համար, և այդ պահին նոր հասկացան, թե սիրելը ինչ է իմացան, ու երկու սրտերը, պատիթերտերը միացան։ Սիրում բարերը։ Ես քեզ պաշտպան ու պահապան, միշտ կլինեմ իմ ողջ կյանքում, ու այս ավերջ լույս աշխարհում ես կուղեցի երազնատում, դեր այս կյանքում քո աչքերից ադամանդներ թափվեն նորից, թող միայն լինեն երջանկության արցունքներից։ Շատ սիրում բարերը։ Ով է ասել, որ սեր չկա, որ սիրո մեջ կարապան կա, դու քեզ անում ես սիրո հարցում, Նայ ոչ ջուսով երկի էլի։ սերը միշտ քեզ Բրան է ժամը տամ մի կուպլետ երկի էլի, բարերը չևի կպախչի, Բայց վստահ եմ, որ երկր բագոները տանը նստած երկում են երկու սրտեր, վարդիթերներ, հանդիպեցին գտան իրար, ու երդվեցին լույսին համար, երազեցին սիրո համար, և այդ պահին նոր հասկացան, թե սիրելը ինչ է իմացան, ու երկու սրտերը, վարդիթերները միացան։ Քեզ համար ունենք մի հրաշալի նվեր մեր Panda Motors-ի կողմից, բոլոր մեր թանկարժեք հյուրերին նվիրում ենք այս թանկարժեք նվերը, որտեղ այնտեղ 1 միլիոն դրամի դիսկաունտ քարտ է, որը կորոշես հիբրիդ մեքենա ունենալ կամ բեռնատար կամ մոփեդ, այստեղ լիքը տեսականի կա, կարող ես գալ ու վայելել ու այս 1 միլիոնը օգտագործել, որպեսզի անպայման կդամ։ Այո։ Էս էլ ինձ թվում արդեն փոքր տղայիդ կնվիրես, շատ կուրախանա ինքը, ու գիտեմ, որ համել հեսա ծնունդն է, Panda Motors-ի կողմից հրաշալի մի հատ Panda ենք տալիս, սենց որ նվիրես մեր հաղորդման կողմից։ Շատ շնորհակալություն, ապրեք շատ, այո։ Իմիջիայլուց ուզում եմ ասել, որ այս pick-up հրաշալի մեքենան, որ մենք այսօր երթևեկում ենք, մեզ տրամադրել է Panda Motors-ը։ Ասեմ, որ շատ սիրեցի։ Շատ հարմար է, չէ՞։ Շատ հարմար մեքենա է, հա։ Հա, իսկապես նոր սերնդի նոր մեքենաներ դիվայել են։ Շատ հագեցած, ինքը Չինաստանի պետական ավտոարտադրող է, ու սա ճապոնական զբորկան է, հայերեն ասած, ինքը Nissan-ի plug-in-ով է հավաքած, դիզել ունի, հիբրիդ ունի, բենզին ունի, էլեկտրական ունի, այսինքն դու ես որոշում ոնց հավաքես մեքենան, ու ինքը աշխարհի ամենավորակով S մեքենաներից է, pick-up մեքենաներից է, որը որ կրկնակի էժան է, ավելի մատչելի է, աշխարհում իր տեսակ
ուղղակի մեքենաների մեջ այնպես որ անպայման կարելի է իրան վայելել, սենց հրաշալի մեքենա է ուղղակի։ Արեք ճռցրեք ժողովրդի։ Ինչպես ասում են, իմիջիալոց ձեզ համար էլ Panda Motors-ը սիրելի հեռուստադիտողներ ունի հրաշալի խաղարկություն, որտեղ դուք կարող եք շահել Yadea մոփեդներ, թե ոնց մասնակցեք, մտնում եք Panda Motors-ի Instagram-յան էջ ու մասնակցում եք խաղարկությանը ծանոթանում եք ու վայելում եք։ Շնորհակալություն Panda Motors-ին, գնացինք առաջ։ Հիմա շատ դժվար բանակ է սպասվում, ուրեմն մենք դնելու ենք հայտնի մեր սիրված երգիչ-երգչուհիներից երգեր, բայց reverse տարբերակով։ Դու պիտի ասես ում երգն է, այսինքն թարս ենք լսելու երգը։ Մի քանի անգամ տենց եղել է, որ նայել եմ հաղորդում ու չեմ գտել։ Չես գտել։ Տենց ինչ-որ Ինքը դե բարդ բան է։ եղել է, որ գուշակել եմ, բայց հիմա փորձենք տեսնել ինչ կստացվի, մաշ։ Գնացինք։ Դու պետք է նախ հիշես մեր սաղ երգիչներին, այդ ամենադժվարը ասեմ։ Էնպես որ գնացինք առաջին երգը, սիրելի ընկերներ։ Լիլիթ Հովհաննիսյան։ Լիլիթ Հովհաննիսյան, դա ճիշտ է։ Իմ սրտին ասա, տեսնենք այդ երգն է։ Առաջին cool, գնացինք։ Օրո։ Տեսակ իջ։ Նայք իջ համեստություն արեց, էլի։ Յանի ես չեմ կարա, խզարեց։ Էլա վեսնեկն է ստացվել։ Լավ, տեսնենք մյուսը ուրեմն, գնացինք, բրավո։ Ռումինական երգ ոնց որ Ռազմիկ Ամյանն է։ Այո, Ռազմիկ Ամյան, մի հոգու հետ, էլի մարդկա հետը։ Ուրեմ Սաքոն երևի Եգազարյան։ Այո, իսկ երգը Երկնքից ասխեր բերեմ Մի րոպե։ Որ գոնե սիրտդ գերեմ Գնացինք հաջորդ երգը, սիրելի ընկերներ։ Ռիպոնա։ Այո, լավ, կնորս ձենը ճանաչեց։ Հա, ձենը քնած Էլի ինչ տղամարդ է։ ճանաչում է։ Չի հարցը, բայց երգը չհասկացա։ Շարունակում եմ։ Արի մն ոդեմ ջետատի կարանա, իմ սիրող սիրտը նջը ճարանա։ Գնացինք։ Թողու իմ աշխարարի։ Բրավո։ Ախար ենքան երկա հանում ես ռեպսին։ Հաջորդ երգը, գնացինք։ Արկադիկ Դոմիկյան, բայց ինչ է։ Արկադի Դոմիկյան, այո, իսկ երգը չհասկացա։ Արի վայելենք իրար հետ։ Հա, դավայ։ Տակների դանանում է շատ սիրո երգա։ Մենակ թե Վայ Արկազ ջան, ես ինչ ձեն ունես։ Վերջին երգը, Մարտին ջան, ծրի մեջ։ Գնացինք։ Այո, Մարտին Մկրտչյան, իսկ Օպայի երգը Ազիզարով չեմ հասկանում, որ երգն է։ տանջվում ես ուրեմն դրսա գնացինք նորից, հələ Սիրտես կտամ կանան Վերնագիրը ոնց է այդ երգի։ Սիրտես կտամ Իմ մոտ վերնագիրը տենց չի գրած։ Բա ինչ է։ Հələ մի հատ էլ Իսկ դեպալեսում իրա երգը։ Հայ սիրուն աչքեր Չգիտեմ, դնեն տենան։ Դե տենան, իմանեմ չեմ հասկանում։ Վերնագիր ուրիշ բան է գրած, մի րոպե։ Եկավ գնաց Չէր գուշակել, չէ։ Տեղում եմ դես կանգնած Ուզում եմ քեզ տեսնեմ ամեն լուսամած Շատ ապրես Մարտին ջան, ցավը Շատ տանեմ։ ապրես Վաղուց չենք շփվել, վաղուց սենց լավ չեր անցել Ես էլ քեզ մաղթում եմ լիքը լավ նոր երգեր ու լավ մենաամերգներ, ցավը տանեմ։ Ապրես, շատ մերսի, շնորհակալություն, լավ օր բոլորիս Ապրես։ Մեր հյուրն էր Մարտին Մկրտչյանը, սիրելի ընկերներ, վայելեք նրա հին ու նոր երգերը։ Ապրեք շատ Սիրելի հեռուստադիտողներ, մենք հասանք ավտոկարոկեի երկրորդ եթերաշրջանի վերջին կանգառին։ Այո, ավարտվեց եւս մեկ եթերաշրջան, որտեղ մենք ծիծաղեցինք, ուրախացանք, երգեցինք, ապարեցինք, ունեցանք հրաշալի հյուրեր, ունեցանք շատ ծիծաղելի դեպքեր, իմացանք լիքը նորություններ եւ ինֆորմացիաներ մեր բոլոր աստղերի մասին, ովքեր որ եղել են ավտոկարոկեում, եւ այո, ցավոք սրտի մենք ավարտում ենք երկրորդ եթերաշրջանը, բայց ունենք հնարավորություն երրորդ եթերաշրջան ունենալու, բայց այդ ամենը կախված է միմիայն ձեզանից։
Ինչ է ձեզանից կախված։ Դուք կարող եք մեկնաբանություններում գրել, որ ուզում եք երրորդ եթերաշրջան, կարող եք գրել ձեր սիրած երգիչներին, հայտնի մարդկանց, ում կուզենաք տեսնել երրորդ եթերաշրջանում, անպայման գրեք լավ բաներ մեր մասին, իմ մասին, վայ Պոնջ ջան, էս ինչ լավն ես, էս ինչ պուպուշ ես դու, էս ինչ լավ հաղորդում ավտոկարաոկեն, երրորդ եթերաշրջանն ենք ուզում, այսենց լավ էմոցիաներով, եթե պահորեք մեր մեկնաբանությունները, մենք Armenia TV-ին կհամոզենք ու կունենանք երրորդ եթերաշրջան։ Մերսի շատ, որ դիտում եք մեզ, մերսի, որ այդքան ակտիվ եք։ Հիմա ամենակարևոր ժամանակն է, որ ավելի ակտիվ լինեք, որպեսզի ունենանք երրորդ եթերաշրջան։ Շնորհակալություն։ Եթերում էր ավտոկարաոկեն։